Այս քարտեզը գործող երկաթուղային կոմունիկացիաների քարտեզն է, ու մենք տեսնում ենք, որ հիմա միակ երկաթուղային կապը, որ կարող է լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, դա հենց Կար-Սախալքալակով է, որովհետեւ այն հատվածը, որ մենք ունենք Հայաստան-Թուրքիա սահմանին, այս հատվածն է, ինքը չի գործում եւ վերականգնելու կարիք ունի։ Ախալքալակ-Կարս երկաթուղու միջոցով Հայաստանը կարող է հասնել մինչև Մերձավոր Արևելք եւ Եվրոպա, նկատում է փորձագետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց. Ախալքալակ-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում թրիփ նախագծի իրագործման արդյունքում։ Սամվել Մելիքսեթյանը համաձայն չէ պնդումներին, թե իբր սա էական օգուտ չի տալու։ Նշում է, Ախալքալակ-Կարս երկաթուղու թողունակությունը 5 միլիոն տոննա է, որի անգամ 10%-ն այս տարի չի օգտագործվել։ Իսկ Հայաստանից բեռնափոխադրումների ծավալը շուրջ 1,4 միլիոն տոննա է։ Այսինքն մենք գերծանրաբեռնվածություն էլ չենք առաջացնելու։ Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը մոտ 350 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն է եւ մենք հիմա ստանում ենք այդ բեռները Վրաստանի միջոցով, բավականին երկար ավտոմոբիլային ճանապարհով, ու նաեւ գիտենք, որ ընդհանրապես գնացքը բոլոր ցամաքային բեռնափոխադրումների, ասենք ցուցակում ինքը ամենաէժան եւ մի քայլով, մի գործողությամբ ամենամեծ ծավալի բեռներ փոխադրելու միջոցն է։ Հետևաբար նաև այդ եթե Եվրոպայի հետ ես կասեի դեռ մենք կարիք ունենք զարգացնելու այդ ծավալները, աճեցնելու բեռնափոխադրումների։ Թուրքիայի հետ մենք ունենք այդ ծավալները եւ մի զգալի մաս այն բեռների, որ Հայաստանը ստանում է Թուրքիայից, շրջանցելով Վրաստանի տարածքով, մենք կարող ենք ստանալ նույնպես Վրաստանի տարածքով, բայց արդեն երկաթուղով, ինչը կարող է նաև էժանացնել այդ բեռնափոխադրումները եւ նաև այդ ապրանքների գինը Հայաստան։ Ցանկացած ապրանքի իրացման համար կարևոր են ոչ միայն դրա արտադրության ծախսերը, այլև այն սպառողին հասցնելու հնարավորությունը, կարծում է տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։ Առանձին պետության կամ պետությունների խմբի հարաբերություն աշխարհի հետ, եթե գնահատելու լինենք մի արտահայտությամբ, ինչքան լոգիստիկ հնարավորությունները, տեղափոխման, ապրանքը սպառողին հասցնելու հնարավորությունները, ճանապարհները, անկախ նրանից դրանք ցամաքային են, ծովային թե օդային, անչափ մեծ հնարավորություն են ստեղծում պետության համար, որտեղ դու կարող ես մեծ քանակությամբ արտադրանք ունենալ, քանի դեռ սպառողին չեն հասցնել, դա չի համարվում, ընդհակառակը դա համարվում է կորուստ։ Այս նորությունը Հայաստանի համար մեծ հնարավորություններ կարող է բացել։ Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի խորհրդի անդամ Նորայր Գևորգյանի կարծիքն է։ Հայաստանը երկաթուղով, որպես երկիր երկաթուղով ինքը հիմնականում ընդունված է եղել փոխադրել հումք, հանքանյութ եւ մենք բոլորս գիտենք, թե Հայաստանում հիմնականում երկաթուղին ինչի համար է օգտագործել։ Այս մասով շատ մեծ հնարավորություն կարող բացվի այն ընկերությունների, ովքեր ուզում են այսպես ասած mass market-ի համար, եթե Եվրոպա ունեն ապրանք ուղարկել։ Սակայն այստեղ տեխնիկական որոշակի խնդիր կա կապված երկաթուղու գծերի լայնության հետ, նշում է Գևորգյանը։ Եթե մենք կոպիտ ասած Գյումրիից ինչ-որ բան բարձենք երկաթուղու վրա, ինքը ուղիղ չի գնալու, ինքը transhipment է լինելու Ախալքալակում, որը մի քիչ ֆինանսական առումով բարդացնում, այսինքն ավելացնում ծախսը եւ նաեւ ժամանակային կոստով, սակայն սա այս բանին լուծվում է։ Փորձագետները ծանոթ են խնդրին, այն էական չեն համարում։ Հետխորհրդային Հայաստանի երկաթուղագծերի լայնությունը 1520 մմ է, Թուրքիայինը, Վրաստանինը, Իրանինը 1435, որը եվրոպական ստանդարտն է։ Այն կետը, որտեղ մեկը փոխարինում է մյուսով, դա անխուսափելի է սահմանին, ասենք, երբ որ բացվի Գյումրի-Կարս երկաթուղագիծը, մենք ունենալու ենք նույն խնդիրը Հայաստանի սահմանին, Ախուրիկ երկու կայարանի մասին է խոսքը, նույնը վերաբերում է Վրաստանի սահմանին եւ Վրաստանի կոմունիկացիաներին, Ախալքալակում այդ կենտրոնը, որտեղ բեռները փոխվում են, գնացքները այդ լայնության, այսպես 1520-ից 1435, ինքը գործում է եւ ինքը, ինչպես նշեցի, մոդեռնիզացիան եւ ճանապարհի եւ այդ կարողությունների, լոգիստիկ այնպիսին է, որ տարեկան կարող են մշակել մինչեւ 5 միլիոն տոն բեռներ։ Մենք այդպիսի ծավալներ չունի նաեւ Ադրբեջանը կամ Վրաստանը, որ փոխադրի այդ երկաթուղով, հետեւաբար
Այս տեխնիկական հարցը իհարկե ինքը ժամանակի եւ որոշ առումով նաեւ ֆինանսների կորուստ է, բայց այնուամենայնիվ երկաթուղագիծը, ինչպես նշեցինք, ինքը ամենաէժան ցամաքային բեռնափոխադրման միջոցն է։ Հայաստանը չունի ելք դեպի ծով եւ ցանկացած նոր լոգիստիկ պատուհան այս համատեքստում ել ավելի մեծ կարեւորություն է ստանում, հատկապես երբ ավանդական ճանապարհները դառնում են քաղաքական ճնշման գործիք, կարծում է տնտեսագետը։ Այլընտրանքների ավելացումը ըստ Աշոտ Մարկոսյանի տնտեսությունը դարձնում է առավել ճկուն եւ դիմակայուն։ Վարչապետի առաջարկը դրա հետ է կապված, որ մենք ինքներս նույնպես հնարավորություն ենք ստեղծել դեպի Թուրքիա դուրս գալու եւ Թուրքիայի միջոցով հասնելու մեր ապրանքները հասցնելու նաեւ նոր շուկաներ։ Այդ թվում Թուրքիայի շուկա եւ եվրոպական միության կազմի մեջ տարբեր երկրների շուկաներ։ Սա նույնպես ընդլայնման հնարավորություն է այլընտրանքների ավելացման։ Մեծ հաշվով դուք նայեք տնտեսագիտության ամենակարևոր հարցերից մեկը, այնտեղ կա տնտեսագիտություն, որտեղ կա այլընտրանք։ Եթե դուք մի հնարավորություն ունեք, տնտեսագիտություն պետք չի։ Բեռնափոխադրողները կառաջարկ են այս տարբերակը արտադրողներին, սակայն իրենք այս դեպքում հարմարվում են շուկայի առաջարկած ապրանքներին, դրանց քանակին եւ ծավալին, նկատում է Նորայր Գևորգյանը։ Որովհետև ինչքան էլ որ սա ավելի հարմար, ավելի էժան, սակայն մենք ինչպես գիտենք, երկաթուղին ինքը ավելի մեծ քանակի բեռների համար է ու իրականում ինքը բավական էժան է ստացվում, երբ որ դու ունես մեծ քանակի բեռներ։ Դրա համար արտադրողները, եթե կարողանան իրենց ծավալները մեծացնեն, սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք մտնել այլ շուկա, օրինակ եվրոպական։ Նոր շուկաներ մուտք գործելու համար հայ արտադրողից կպահանջվի որակի նոր նշաձող, քանի որ եվրոպական ստանդարտները խիստ են։ Մյուս կողմից Լարսի հաճախակի փակումից տուժում է ոչ միայն հայկական բիզնեսը, այլև հենց ռուս սպառողն ու Ռուսաստանի բյուջեն, ընդգծում է տնտեսագետը։ Անկասկած երկաթուղին լավագույն գործիքներից մեկն է, ոչ միայն այլ դրանք է, նաև սպառողին հասցնելու ամենաէժան ուղիներից մեկն է։ Պետք է խրախուսել, լավ է, որ հատկապես նաև ադրբեջանական կողմից եք մենք ստանում համապատասխան կարևորագույն ապրանքատեսակներ, հա, սա նույնպես մեծ հնարավորություն է եւ մյուսը Եվրոպա դուրս գալու տեսանկյունից ախալքալակ այս ուրեմն երկաթգիծը կարս նույնպես կարևորագույն միջոց է հասնել հարաբերությունների զարգացման։ Հայաստանը ստանում է հնարավորություն, թե դա ինչպես կօգտագործի բիզնեսը ժամանակը ցույց կտա, կարծում է Սամվել Մելիքսեթյանը։ Այս համատեքստում անդրադառնում է Հայաստան-Թուրքիա երկաթուղային ուղիղ կապին։ Մինչև Աքյակա թուրքական կողմը իրենք ունեն գործող գնացքներ, դա սահմանից 11 կիլոմետր այն կողմ է։ Մոտավորապես 6 կիլոմետր սահմանից մինչև Ղարիբջանյան մենք ունենք վերականգնելու այս հատվածը, նաև այստեղ նաև Ախուրիկ երկրորդ, երկու կայարանն է եւ այլն, հա, այսինքն մինչև մենք չվերականգնենք այս հատվածները, միակ ճանապարհը հենց սա է՝ դեպի Թուրքիա։ Կարս, Ախալքալակ։ Վերականգնման աշխատանքների ժամանակահատվածը գնահատվում է 1 տարի եւ պետք է արագ գործի անցնել։ Կարևոր է նաեւ, որ երազք սադարակը վերականգնվի, շեշտում է Մելիքսեթյանը։ Դա նաեւ թույլ կտա կապնվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաեւ Բաքվի եւ Նախիջևանի միջեւ ուղիղ երկաթուղային կապ հաստատել մինչև Թվրիպի ավարտը, այսինքն մոտ 3 տարի Բաքուն եւ Նախիջևանը այդ հնարավորությունը առնվազն չեն ունենալու, իսկ հիմա ընդհանրապես մի քանի ամիսների աշխատանքից հետո իրենք այդ կապը կարող են ունենալ։ Թեմային անդրադարձել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլչը։ Ախալքալակ-Կարս երկաթուղու բացումը կնպաստի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան եւ Արթուր Պետրոսյան, Գիրակ Նորյալ լուրեր։